Եվրամիությունը այսօր հայտարարել է, որ իրավական միջոցների է դիմում Լեհաստանի դեմ դատական համակարգի օրենսդրության վիճարկելի փոփոխությունների պատճառով։ Լեհաստանի ընդդիմությունը եւ Բրյուսելը գտնում են, որ Լեհաստանի իշխող կուսակցության կողմից առաջարկված փոփոխությունները վտանգում են դատական համակարգի անկախությունը։ Փոփոխություններով նաև արական եւ իգական սեռի դատավորների համար թոշակի անցնելու տարբեր տարիքային ժամկետներ են սահմանվում, ինչը դիտարկվում է որպես խտրականություն։ Եվրահանձնաժողովը հայտնել է, որ այսօր առաջարկների ցանկ է ուղարկել Վարշավա պատասխանի համար հատկացնելով 1 ամիս ժամանակ։ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ եթե Լեհաստանը ընդունի Գերագույն դատարանի անդամներին պաշտոնանկ անելու կամ ստիպողաբար թոշակի ուղարկելու հնարավորություն ընձեռող օրենքը, ապա Բրյուսելը կարող է կիրառել Եվրամիության պայմանագրի 7-րդ հոդվածը, Լեհաստանին զրկելով Եվրամիությունում քվեարկելու իրավունքից։ Անցած շաբաթվա ընթացքում Լեհաստանում որոշ բաներ են փոխվել, իսկ որոշ բաներ ոչ, ասել է Թիմերմանսը։ Հիշեցնենք, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան խորհրդարանում ընդունված դատական համակարգի փոփոխությունների 3 օրինագծերից 2-ը հետ էր ուղարկել, իսկ մեկը ստորագրել էր ուժի մեջ դնելով օրենքը։ Ըստ հաստատված օրենքի արդարադատության նախարարը, ով նաև երկրի գլխավոր դատախազն է, լիազորություն է ստացել նշանակելու առաջին ատյանի բոլոր դատավորներին։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի ամրապնդել երկրի պաշտպանական ներուժը չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին։ Մենք պետք է մշտապես ամրապնդենք մեր պաշտպանությունը եւ կշարունակենք ուժեղացնել մեր զորքերի ներուժը անկախ ուրիշների կարծիքներից, հայտարարել է Ռոհանին։ Միացյալ Նահանգները Իրանի բալիստիկ հրթիռների փորձարկումների հետ կապված 18 ընկերությունների եւ անհատների դեմ պատժամիջոցներ էր սահմանել։ Մեկնաբանելով ԱՄՆ-ի կոնգրեսում հավանություն ստացած Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները ընդլայնելու օրինագիծը, Ռոհանին ասել է, որ Իրանը կպատասխանի ԱՄՆ-ի կոնգրեսի նոր քայլին, սակայն չի հստակեցվել, թե պատասխան ինչ միջոցների կարող է դիմել Թեհրանը։ Նախորդին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին կատարել գերտերությունների հետ կնքած միջուկային համաձայնագիրը, հակառակ դեպքում Թեհրանին սպառնալով մեծ խնդիրներով։ Պատժամիջոցների մեղմացման համար փոխանակ շնորհակալ լինի, Իրանը ավելի է ագրեսիվացել, ընտրողների հետ հանդիպմանը ասել է Թրամփը։ Ղրղըզստանի իշխանությունները պայքարում են աղջիկ փախցնելու սովորույթի դեմ, ըստ երկրի օրենսդրության դա հանցագործություն է համարվում, սակայն երկրի շատ բնակիչների կարծիքով մինչ հարսանիքը փեսան պետք է փախցնի հարսնացուին։ Շատ դեպքերում աղջիկներին առևանգում են հրապարակային մարդաշատ վայրերից։ Անարան պատմում է, որ իրեն առևանգել են կարի ֆաբրիկայից, երբ ինքը 18 տարեկան էր։ Երբ մի քանի տղաներ ներս մտան կարի ֆաբրիկա, որտեղ ես աշխատում էի, աշխատողները սկսեցին փսփսալ, որ ինչ-որ մեկին փախցնելու են։ Ես ամենաերիտասարդն էի եւ չէի կարծում, որ ինձ են առևանգելու։ Աշխատողների թվում կային ինձանից մեծ չամուսնացած աղջիկներ։ 1 տարի անց նա հասել է ապահարզանի։ Ղրղըզստանի օրենսդրությամբ ստիպողաբար ամուսնության համար 3 տարի ազատազրկում է նախատեսված, իսկ մարդ առևանգելու համար 7 տարի։ Սակայն գործերը հազվադեպ են հասնում դատարան։ 2016-ի ընթացքում մարդկանց առևանգելու քրեական 25 գործ է բացվել։ ՄԱԿ-ի տվյալներով յուրաքանչյուր տարի Ղրղըզստանում 12000 աղջիկ է առևանգվում։ Իրավապաշտպան Human Rights Watch-ի տվյալներով նրանցից շատերը անչափահաս են։ Ֆրանսիայում եւ Պորտուգալիայում հազարավոր մարդիկ են տարահանվել անտառային հրդեհների պատճառով։ Ֆրանսիայի հարավային շրջաններից տարահանվել է շուրջ 10,000 մարդ։ Երկուշաբթիից բռնկված հրդեհները արդեն 4000 հեկտար տարածք են ընդգրկել։ Մի քանի փրկարարներ բժշկական օգնության են դիմել, նրանցից մեկը հոսպիտալացվել է։ Պորտուգալիայում հրդեհները ավելի լայն տարածքներ են ընդգրկել, մոտավորապես 75 հեկտար։ 4 գյուղերի բնակիչներ ամբողջովին տարահանվել են։ Վերջին տասնամյակի ընթացքում սա Պորտուգալիայում բռնկված ամենաուժեղ հրդեհներն են։